Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, քննչական կոմիտե։ Խուզարկություններ Հոյդա Գերագույն մարմնի եւ Սրբազան պայքար շարժման անդամների բնակարաններում ձերբակալվել է 14 անձ, այդ թվում Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Հայաստանի վարչապետի հայտարարությունը հեղաշրջման փորձը կանխելու մասին Հայաստանի ներքին գործն է, Պեսկով։ Թեհրանում եւ Իրանի այլ բնակավայրերում տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը։ Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին, Փեզեշքյան։ Մենք տարել ենք պատմական հաղթանակ, Նեթանյահու։ Իրանի խորհրդարանը հաստատել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու օրինագիծը։ Թրամփն ու Էրդողանը քննարկել են երկկողմ եւ միջազգային հարցեր։ Ուկրաինան ցանկանում է նպաստել Եվրոպայի ամրապնդմանը, Զելենսկի։